Բարև ձեզ սիրելի աշակերտներ, այսօրվա մեր դասի թեման լինելու է Պապ թագավոր, Պապ թագավորի գործունեություն։ Այսօր նպատակ ենք ունենալու բացահայտել Պապ թագավորի գործունեությունը եւ վերջում դուք կկարողանաք ձեր դիրքորոշումը հայտնել, գնահատել, թե ինչ հետք թողեց Պապ թագավորը հայոց պատմության մեջ։ Ինչպես ենք սկսելու մեր դասը։ Սկսելու ենք պատմական թեմատիկ զբոսայգու ստեղծումով։ Ինչ է նշանակում պատմական թեմատիկ զբոսայգի։ Փորձելու ենք շրջել մեր հորինած զբոսայգիով, որը որ գոյություն պետք է ունեցած լինի Պապ թագավորի ժամանակ, եւ պետք է փորձենք պատկերացնել, ինչ կլինեն այդ տարիքում, ինչերի կարող եք հանդիպել, ում կարող եք հանդիպել, ինչ կառույցներ կարող եք տեսնել։ Լավ, բարև Միլենա։ Պապ թագավորի։ Այսինքն առաջինը կարող ենք տեսնել դերասաններ։ Դերասաններ առաջարկվել է Պապ թագավոր, հետո շատ լավ, հոգևորականներ, Պապի ընտանիքի անդամներ։ Ընտանիքի անդամներ։ Շատ ապրեք երեխեքներ։ Հիմա եկեք շարունակենք։ Ինչ կառույցներ կարող եք տեսնել, ինչ եք մտածում, կարող ենք տեսնել գրում եմ կառույցներ, եկեղեցիներ, ասեք, արագ ասեք երեխեքներ, տաճարներ, հետո, այո, արձաններ, քանդակներ, այսպես գրենք, ըստ երևույթին, քանդակներ, շատ լավ, ես ձեզ ուղղորդում եմ, եւ ճիշտ է դուք չգիտեք ընթացքը պատմական ինչ է լինելու, բայց մի փոքր հուշող հարց ունեմ, սարսափի սրահ կարող եք տեսնել։ Լևոն։ Անուշ Բերդում Արշակ երկրորդին։ Անուշ Բերդում Արշակ երկրորդին։ Հետո Վլադիմիր։ Լավ է։ Շնորհակալություն կարծիքների համար։ Այժմ բաժանվելու ենք խմբերի։ Ես պիտի խնդրեմ, որպեսզի դուք խմբերի բաժանվեք մնջախաղի միջոցով։ Ինչպես են դա իրականացնելու։ Ուրեմն որևէ մեկը չեք խոսելու։ Մատերի միջոցով փորձելու եք միմյանց հասկացնել, թե որ ամսին եք դուք ծնվել եւ ըստ ձեր ծննդյան ամիսների շարվելու եք այստեղ արդեն ամբողջ դասարանը։ Հետո հավասարաչափ ես ձեզ կբաժանեմ խմբերի։ Պայմանավորվեցինք։ Շատ լավ։ Եվ փորձենք հասկանալ։ Ամիսը բարձրաձայն։ Որ ամսին ես ծնվել։ Մայիս, հունիս փոխվեցին տեղերով։ Խմբերը արդեն բաժանված են։ Այսօր մեր դասի ընթացքում մենք աշխատելու ենք կենտրոններով աշխատանքի ռազմավարությամբ, կենտրոնների ռազմավարությամբ, ինչ է իրենից նետացում կենտրոններով աշխատանքի ռազմավարությունը։ Մենք բաժանվեցինք արդեն 4 խմբերի, որոնք են բացահայտողների կենտրոնը, հետազոտողների կենտրոնը, ստեղծագործողների կենտրոնը եւ գրավոր աշխատանքի կենտրոնը։ Հիմա կներկայացնեմ յուրաքանչյուրը ինչ է անում։ Սաղից մարդիկ տեսնում ու նա ոչ անհանգստացում է։ Մեր ժամանակը հիմա փորձելու ենք լսել խմբերին եւ հասկանալ ինչ աշխատանք իրենք կատարեց։ Սկսելու ենք բնականաբար բացահայտողների խմբից, ովքեր ներկայացնելու են մեր դասի թեման եւ մենք փորձելու ենք լսել ու հասկանալ թե ինչի մասին է թեքստը։ Արշակին հաջողվեց Պապ թագավորը։ Պապ թագավորը որոշեց մի քանի վերափոխություններ անել, նրա առաջին վերափոխությունները հզորացնել բանակը։ Նրա առաջին վերափոխումը բանակի հզորացում։ Նա հզորացրեց բանակը 90,000։ Կապչախնկահատվածում նա գրավեց Երեխեք ջան, լսեք խնդրում եմ։ բոլոր ծայրակաղավարները Պապը ձեռնամուխ լինում եկեղեցու դերակատարության արեց։ Մելինե ջան, ինչ կասես դու։ Պապ թագավորը ձեռք բերեց ինքնուրույնություն, կրճատեց եկեղեցու արտոնությունները, սահմանափակեց եկամուտի աղբյուրները, փակեց բազմաթիվ մենաստաններ և բուսանություններ։
Ինչու փակեց մենաստանները։ Որ ինչ լիներ։ Հա։ Երեխեք ջան, ինչի պետք է փակվեին մենաստանները։ Որ այդ աղջիկները չգնային եւ որ չխնդրին, որ չամուսնանան։ Ահա, այսինքն Որ աղջիկները ամուսնանան։ իսկ ինչ կտար մեզ, որ աղջիկները ամուսնանային։ Ազգը բազմանա, շատանա, իհարկե, շատ լավ, ապրեք, որպեսզի ազգը բազմանա։ Վերջ, ուրիշ բան ունենք, ահա։ Պապ թագավորը թամբատկապով սպանդեց 374 թվականին դավադրաբար սպանվեց։ Ում կողմից։ Ում հրամանով։ Լավ, դա թողնենք հետազոտողներին, հա, հետազոտողները հիմա կասեն, թե ում հրամանով եւ ինչպես սպանվեց Պապ թագավորը։ Շատ լավ, շնորհակալություն ձեզ, եթե մենք ամփոփելու լինենք, հաստորեն Պապը գահ բարձրացավ դասարան, որ թվականին, ասեք, տեղից ասեք, 376-74, շատ ապրեք, եկավ անմիջապես ռազմական բարեփոխում արեց, բանակի թիվը դարձրեց 9000, եկավ միևնույն ժամանակ պատերազմեց ում հետ, Պարսկաստանի հետ, այժմ լսելու ենք հետազոտողների խմբից, ովքեր հանդես են գալու իբրև խուզարկումներ եւ փորձելու են հետաքրքրել, լավ, ովքեր փորձելու են բացահայտել Պապ թագավորի սպանությունը։ Խնդրեմ, Թագավորի հրավիրեցին մի խնջույքի եւ ուզում էին հարմար պահ գտնեն, որ իրենց սպանեն։ Թագավորի խնջույքի նստացրեցին արքայական բանոցի վրա, որտեղ էլ դավադաբար սպանվեց, երբ Տարենտ կայսրը նշան տվեց, Զորավարը նշան տվեց, վահանավոր զորքերը մտան, կտրեցին Պապ թագավորի կոկորդը, հարվածեցին նրա ափին եւ ձեռքը կտրեցին, շպրտեցին մի կողմ եւ Estima despre casele Pap թագավորի մահը ըստ հրամայության պատմիչ Ամիրյանը Զվարդինոսի։ Տերենտոսի Պապ թագավորի հանդեպ ատելությունը, բամբասանքները ու չհաջողված բռնելու սպանելու փորձերը զայրացեցին եւ Պապի հանդեպ ատելությունը ավելի մեծացավ։ Այո, խումբը ստեղծագործողների խումբ։ Երկու բնակավարների միջոցով ստացավ Պապ թագավորի կյանքը։ Առաջինը երգը, իսկ երկրորդը նկարը։ Շատ լավ։ Լսում եք ձեզ։ Առաջինը նկարը։ Մենք պատկերում ենք մի ամրոց, դա քանի որ նա թագավոր է։ Եվ իսկ պատոհանները իր կյանքի մասն են։ Առաջին մասը նա որ գահակալվում, պատոհանը լրիվ նոր է եւ ջարդած չի։ Երկրորդը կրվի ժամանակ է պարսիկների դեմ։ Սեղ պատոհանը արդեն մի քիչ կոտրվել է եւ ծուխ է հելնում։ Ծուխ է դուրս գալիս, հա։ Այսինքն հրդեհներ են, հա, հրկիզվել է այս։ Այստեղ երրորդն է, որ նա պայմանավորվում է եւ եկեղեցու հետ կրճատում է իրենց պայմանները, օրենքները։ Նաեւ ստեղ իրավունքն, հա։ Ահա։ Իսկ վերջում նրա մահն է, որտեղ նա մահանում է, այստեղ իր թակն է, այստեղ Այստեղ, եւ արևի շողքերն են, որոնք դուրս են գալիս իր վրա։ Այս խմբով որոշեցինք, որ ես պետք է նվագեմ Վաղարշապատի պարը։ Ինչու Վաղարշապատի պարը, որտեղ Վաղարշապատը կառուցվել է Աշոտների օրոք։ գրավոր աշխատանքի կենտրոնն է ներկայացնել։ Շատ լավ։ Ասում Պապի կատարած քայլերը հնարավորություն ունեցին ներառացնել երկիրը։ Արման։ Ինձ թվում է այո, որովհետև այդ ժամանակ Պապը իր բարձրացավ գահին չեզոք վիճակում էր գտնվում Հայաստանում։ Ինչու՞ չեզոք լավ էր վատ վիճակում, որովհետև թագավորը չկար, թագուհին սպանվել էր։ Հարցը։ Ինչ բարեփոխումներ կատարեց թագավորը Վիկտորիա ջան։ Մեկ, բանակը հզորացրեց, ընտիր, Տիգրան։ Եկեղեցիների իրավունքները սահմանափակեց։ Այո, սահմանափակեց եկեղեցու իրավունքները, որպեսզի եկեղեցին շատ չհարստանա, Աշոտ։ Փակեց մենաստանները, ճիշտ է, ապրեք։ Արամ ջան, հաստատեց եկեղեցու ինքնուրույնությունը, հարցերը։
Շնորհակալություն խմբին հարցերի համար։ Եկեք փորձենք հետադարձ կապ տալ գրավոր աշխատանքի կենտրոնի աշխատանքին, հա։ Ինչ լավ կողմեր կնշեք երեխեք ջան, ինչներ լավ իրենց աշխատանքի մեջ։ Բոլորն աշխատել էին, շատ լավ։ Կազմակերպված էին եւ բոլորն էլ աշխատել էին խմբում։ Բովանդակային էին հարցերը։ Շատ բարի, ապրեք, ինչ բարելավման կողմ կնշեք, ինչի վրա կարող էին ուշադրություն դարձնել։ Չէ, այո, սպանության հարցը չկա։ Սպանոսքի սկզբում արդեն երեխաներին նշեցի, ձեր հարցերը լավն էին, բովանդակային էին, թիմը շատ լավ էր աշխատել։ Միայն կառաջարկեմ, որպեսզի հարցերը տալիս դուք դասավորեիք ժամանակավորական հաջորդականությամբ երեխեք ջան։ Ինչու, որպեսզի մեր դասի պատկերը նորից վերջում ամփոփելիս մեր աչքի առջև լիներ, հա։ Այսօր բոլոր խմբերին աշխատանքների համար դասը ավարտելու ենք այսօր այլընտրանքային պատմության հորինմամբ։ Ինչ է նշանակում այլընտրանքային պատմություն։ Մենք պետք է փորձենք հորինել մեկ այլ պատմություն։ Մենք իմացանք, չէ, Պապ Թագավորի գործունեությունը։ Գնահատեցինք, դա վեր, վատ է, ինչ հետ կողեց հայոց պատմության մեջ։ Հիմա պետք է փորձենք հասկանալ, ինչ կլիներ, եթե ես ձեզ համար այսպիսի հարց եմ առանձնացրել։ Ինչ կլիներ, եթե Պապ Թագավորը չլիներ խմբի։ Պատերազմ կլինի։ Իրենք կարեն գոշին ուժ ձեզ սպանեին։ Այնուամենայնիվ մի տարբերակը գտնեին սպանելու։ Շնորհակալություն, դվել պայմանագիր կկնքվեր Հռոմի հետ։ Կթուլացնեք, հա? Լավ։ Հռոմքային պատմություն։ Իսկ իմ կարծիքով, եթե Պապ Թագավորը չգնար խմբի, 20-ամյա եթե երիտասարդը կարողացել էր 4 տարվա ընթացքում, չէ, 16 տարեկանում բացրած, այդքան հաջողությունների հասնել, այդքան բան փոխել, այդքան հզորացնել երկիրը, ես համոզված եմ, որ եթե ինքը չգնար խնջույքի, կշարունակեր հզորացնել հայոց արշակունյաց թագավորությունը եւ իզուր չէ, որ հռոմեացի պատմիչ Ամիանոս Մարտիրյանոսն ինքն ասում է, եթե Պապ Թագավորը ապրեր եւս 10 տարի, արշակունյաց թագավորությունը կխուսափեր կործանումից։ Շնորհակալ եմ դասի համար, շատ լավ կարծիքներ արտահայտեցիք։ Մեր երկրորդ ժամը մենք կշարունակենք էսեի ներկայացումը։ Ինչ է էսեն մենք կրկին կվերհիշենք, էսեի կառուցվածքը եւ կփորձենք միասին գրել էսե։ Միասին ձեր տետրերում, անգամ էսե գրելու մեզ մոտ թերությունները, բացթողումները փորձենք շտկել։ Ինչպես ձևակերպենք։ Արդյոք Պապ Թագավորի բարեփոխումները նպաստեցին արշակունյաց Հայաստանի զարգացմանը։ Առաջին մասից, ինչ պետք է լինի առաջին մասը երեխաներ։ Չէ, ներածություն։ Այո, ներածություն կամ նախաբան։ Սկսում ենք ներածությունից։ Պատմական փաստ գրենք, շատ լավ, հարցի վերաբերյալ, Պապ Թագավորի վերաբերյալ կամ արշակունների երկրորդ նախադասությունը կգրենք։ Ինչ։ Փաստարկ, ապրեք, երրորդ նախադասությունը։ Եթե կա հակափաստը, չորրորդ նախադասությունը ամփոփում, ներածության ամփոփում։ Եկեք փորձենք փաստարկ կբերենք սրան։ Կարող են գրել, որ բարեփոխումները շատ դեպքերում վատ է Իսկ եթե վատ բառը չշեշտենք։ Եկեղեցու Ահա, միևնույն ժամանակ, տեսեք, առաջարկ հնչեց երեխան։ Միևնույն ժամանակ ինչ արեց։ Սահմանափակեց, ու մենք կփորձենք փաստարկը եւ հակափաստարկը մեր հիմնամասի առաջին եւ երկրորդ տարբերություններում ապացուցել։ Առաջինը բարեփոխումները կփորձենք մենք ապացուցել, չէ, որ ցույց տանք ինչ դրական բաներ արեց Աշոտ եւ երկրորդը հակափաստարկ։ Շատ լավ, սիրելի աշակերտներ, այս ամենը գրելուց հետո մենք էսեն ինչպես ենք ավարտելու։ Եզրակացության կամ ամփոփումով։ Մենք կարող ենք նոր գաղափար գրել ամփոփման մեջ։
բայց որևէ նոր միտք, նոր գաղափար չարտացոլում։ Լավ, շատ լավ։ Ինչպես շարադրենք։ Այսպիսով, քաղաքացիական կարգավորումները Հայաստանի համար ունեցան դրական ազդեցություն։ Շատ բան։ Նպաստեցին երկրի զարգացմանը։ Շնորհակալություն։ Պարզել էսեի կառուցվածքը ևս մեկ անգամ։ Շնորհակալ։